Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այս պահին կալանավայրում են գտնվում հայ առաքելական եկեղեցու երկու եպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը և Բագրատ Սրբազանը։ Ինչ զարգացումներ եք դուք տեսնում առաջիկայում, արդյոք նրանց կալանավորումով կարող եք կանգ առնել իշխանությունը։ Չեմ կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն, իսկ ինչ վերաբերում է կալանավորմանը, Մայրաթորթ Սուրբ Էջմիածինը պաշտոնապես արդեն դիրքորոշում է հայտնել, կարող եք այդ դիրքորոշմանը ծանոթանալ։ Որպես Վեհարանում իրադարձություններին ականատես մարդ, ինչ տեղի ունեցավ այդ օրը, կարող եք վերարտադրել։ Կարծում եմ դուք տեսել եք ինչ տեղի ունեցավ եւ ես իմաստ չեմ գտնում վերարտադրել։ Այն ինչ տեղի ունեցավ նախ օրենքի շրջանակներում խնդիր ուներ բառից բուն իմաստով գրոհ էր, այդպես դիտարկվեց հանրության լայն շրջանակների կողմից։ Այդ գրոհի ժամանակահատվածում շատ հուզիչ էր նաև ձեր քարոզը, ձեր խոսքը, հորդորը ուղղված ազգային անվտանգության ծառայողներին, այդ մասով ինչ կարող եք ասել։ Ասնել թե ում էր ուղղված, բայց ուղղված էր բոլորին։ Եվ ազգային անվտանգության ծառայողներին, եւ ոստիկանության, եւ հատուկ այդ ծառայությունների ներկայացուցիչներին։ Այո, մենք չէինք պատկերացնի, ես օրինակ չէի պատկերացնի երբևէ, որ Մայրաթորթի տարածքում նման գործողություն իրականացվի։ Միևնույն ժամանակ, տեսեք, ես չեմ բացարձակապես անընդունել եմ համարում այդ գործողությունները, միևնույն ժամանակ անընդունել եմ համարում հարցը կուսակցականացնելը։ Ինչ նկատի ունեք այդպես ասելով Սրբազան։ Շատ լավ գիտեք ինչ նկատի ունեմ։ Որ փորձում էին հարցին կուսակցական բնույթ հաղորդել, քաղաքականացնել, եւ ես շատ ուրախ եմ, որ Միքայել Սրբազանը ճիշտ հայտարարությամբ հանդես եկավ։ Հայ եկեղեցին, թողեք խոսեմ, հայ եկեղեցին երբևէ որևէ ուժի, որևէ քաղաքական կուսակցության ձեռքին կամ իշխանության ձեռքին գործիք չի դառնալու։ Էսի պիտի բացառեմ։ Բոլոր հարցերը, որոնք մտահոգում են մեր պետականությանն են առնչվում, մտահոգում են մեր ազգին, այդ բոլոր հարցերի վերաբերյալ մենք դիրքորոշումներ հայտնել ենք ու շարունակել ենք հայտնել։ Բայց մեզ որևէ մեկը թող մտքով չհասկացնի դարձնել գործիք այս քաղաքական զարգացումների մեջ։ Մենք ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք։ Մի անգամ դարձանք անընդհատ դառնալու ենք։ Ներողություն եմ խնդրում, Սրբազան, դուք շատ կարևոր հայտարարություն արեցիք, այսինքն ես ուզում եմ հստակեցնել, եղել է եկեղեցականների որոշումը, եղել է եկեղեցականների ում դուրը կգա իմ ասածը, ում դուրը չի գա, ես ասացի։ Եվ եկեղեցին փորձել են գործիք սարքել։ Հարցը քաղաքականացնելու իմաստը ինչու մեր այդ դեպքում։ Ով է փորձել քաղաքական։ Ովքեր որ փորձել են, գնացեք ուսումնասիրեք, լրագրող եք, դուք ինձ եք հարցնում։ Եկեղեցու դեմ գրոհը քաղաքական էր, մեկ անձի հրահանգով եւ նրա շարունակական թիրախավորման հետևանք էր։ Եկեղեցին դրա վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է։ Եթե չի բավարարում, գնացեք նորից, ընթերցեք դիրքորոշումը, այնտեղ ամեն ինչ ասված է։ Այսինքն եղել են անձիկ, ովքեր պղտոր ջրում փորձել են ձուկ որսալ։ Ես պարզ չասեցի, ինչ էր նշանակում այդ ժամանակ իմպիչմենտի թեկնածու, այդ իրավիճակում այդ տեսակ հարց առաջ բերելու իմաստը որն է։ Էլի բացատրեմ, թե հասկանալի է։ Հասկանալի է, Շատ այսինքն ուրախ եմ, որ Սրբազանը շատ իսկ որոշումը, որ Միքայել Սրբազանը պիտի գնա իրավապահ մարմինների մոտ, պիտի գնա քննչել։ Դա Միքայել Սրբազանի անձնական որոշումն է եղել, որը կայացվել է փաստաբանի հետ խորհրդակցության արդյունքում։ Կներեք, իսկ Միքայել Սրբազան, իսկ կներեք, իսկ մենք օրենքի տիրույթից դուրս կարող ենք գալ, ասեք։ Ձեր նկատմամբ օրենքի տիրույթից դուրս Եթե էին իմ նկատմամբ եկել։ հիմա որոշում կայացվեց, որ ինձ պիտի ձերբակալեն, խնդիր չկա։ Ես պիտի գնամ, հասկանամ ինչ են ուզում։ Եթե Միքայել Սրբազանը մնար։ Բախումներ կլիներ, բախումների ավելի կխորանային, որտեղ արդեն հրահրողներ կային։
բախումներ։ Լավ, Ներողություն, եկեղեցին Խնդրում եմ, ինֆորմացիա է ունեցել ես բացի այդ ասեցի ինչքան պետք է ու ինչ պետք է։ Մնացածով դուք զբաղվեք։ ովքեր էին բախումներ դրանք։ Չգիտեմ։ Ես ինչ իմանամ։ Ձեր կարծիք։ Ես չգիտեմ։ Ովքեր երևի ես չէ, աչա, այդպես ես ոչ մի ուժի անուն չեմ տա։ Դուք շատ լավ գիտեք, Բայց եթե զորք է ուղարկվել, զինված զորք է ուղարկվել Բեհարան, այո, շատ վատ է, դատապարտում ենք, դատապարտում ենք այդ երևույթը, դատապարտել ենք, շարունակում ենք դատապարտել այդ երևույթը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին միջավայրը չի, որտեղ կարելի է այդ գործողությունը իրականացնել։ Ասել եմ, շարունակում եմ կրկնել։ Ինչ ասեմ։ Ձեր կարծիքով Միքայել Սրբազանը միտումնավոր էր եկել այդ օրը Բեհարան, գիտեր Չեմ կարծում։ Այդ օրը կներեք, պետք չի շահարկել։ Ինչ թաքնվել։ Ծանուցում չէր ստացել, հայ։ Եկեք ես պատասխանեմ մի հարցին։ Չեմ պատասխանի ձեր որևէ հարցին։ Սրբազան կարելի է մեկ Հիմա մեկի հարցին պատասխանեմ, թե 5-ի։ Սրբազան ես բաց եմ թողել։ Ես մոռացա, չգիտեմ ինչին Միքայել պատասխանեմ։ Սրբազանը այդտեղ այդ Չէր թաքնվում։ Կներեք, չէր թաքնվում Միքայել Սրբազանը, Մայրաթորը պետք չէ այդպիսի գնահատական տալ։ Այդ օրը ժողով կար, քահանայի ժողով կար Մայրաթորում եւ Միքայել Սրբազանը որպես այսպես կանոն արդեն տարիներ շարունակ ինքն է ղեկավարում, ինքն է կազմակերպում, այդ նպատակով գտնվում էր Էջմիածին։ Իսկ ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի վեհապարի դեմ սկսած այս ակցիան։ Շատ անընդունելի, միանշանակ անընդունելի, կներեք եւ ավելացնեմ բամբասանք ուղակի, այն ինչ որ վերագրվում է վեհապար Հայրապետին, դա որակում մի թր բամբասանք։ Հիմա այդ արշավը շարունակվում է հատկապես։ Եվ կներեք, ասել եմ, նորից եմ ասում, ավելի լավ է բացահայտեն, հայտնաբերեն այդ բամբասանքի աղբյուրին։ Իսկ հիմա Փաշինյանը արդեն ամուսնացյալ հոգևորականներին է պարբերաբար դիմում, կարող է եղբայրներ է անվանում, ասում է կաթողիկոսնել է իրեն եղբայր իրեն համարում, այս առումով ինչ կարող եք ասել եւ արդյոք այս ճանապարհով հաջողության կհասնի։ Առումով ինչ ասեմ, ամեն գրառում մեկնաբանեմ, հա։ Ինչ ասեմ։ Եկեղեցին ինչ ցույց տվեց այդ գրոհի օրը, հոգևորականները ինչ ցույց տվեցին, որ վեհապարին պատրաստ են, այսպես Նիկոլ Փաշինյանի կամ Դուք վեհապարի զոհ տալ։ Ինչեք վեհապարի անձի հետ կապում ամեն ինչ։ Խոսքը հայ եկեղեցուն է վերաբերում։ Խնդրում եմ մի կենտրոնացեք վեհապարի անձի վրա։ Վեհապարը իր գործունեությամբ ապացուցել է, որ նվիրումի օրինակ է։ Եկեղեցականի նվիրումի օրինակ է եւ մեր համար վեհապար Հայրապետը միշտ եղել է դերշնչման աղբյուր, որովհետեւ վեհապար Հայրապետի օրոք հայ եկեղեցին աննախադեպ զարգացում է ապրել, ծաղկել է։ Սրբազան ներողություն եմ խնդրում, այսինքն համախոհներ Փաշինյանը չի կարող եկեղեցում գտնել։ Կներեք, թողեք ես պատասխանեմ հարցին, հետո հերթով տվեք, բոլորիդ հարցին կներեք, եթե մեկը ուխտից, այ որ ուխտից են խոսում, ուխտը սա է, այդ ուխտից հրաժարվեց կամ շեղվեց, այն նա Փաշինյանի ասած ուխտադրուժն է։ Լավ, եթե մեկը դարձավ համախոհ եկեղեցու դեմ այս քարոզարշավին, այս հալածանքին, նա ինքնաբերաբար դառնում է ուխտադրուժ, լավ, իսկ ուխտադրուժներին կարգալույծ են անում, որպես կանոն։ Սրբազան, ինչպես կմեկնաբանեք օրինակ Նիկոլ Փաշինյանի 3 առաջին օրը համալսարանում արած այն հայտարարությանը, թե ինչու է Մայրաթորը կառուցվել հենց Էջմիածնում կամ Հիսուսը պատահական չի իջել Էջմիածնում։ Չեմ, տեսեք, որ վաղար շաբաթը այդ շրջանում, պատմական այդ շրջանում մայրաքաղաքն էր, դա միանշանակ պատմական ճշմարտություն է, եւ որ եպիսկոպոսապետի աթոռը պիտի լինի մայրաքաղաքում, դա էլ է ճշմարտություն։ Միշտ պատրիարքը կամ եպիսկոպոսապետը համարվել է մայրաքաղաքի առաջնորդ։ Բացի այն, որ բոլոր առաջնորդները ենթակա են եղել նրան, նաեւ օրինակի համար Երևան քաղաքի առաջնորդը իրական վեհապար Հայրապետն է։ Տեսեք, Մոսկվայի առաջնորդը պատրիարքն է Կիրիլ,
Թբիլիսինը, Իլիա Պատրիարքն է, Հռոմի առաջնորդը Փաշինյանի ասացի մեջ ոչ մի ստացման չկար։ Բայց թե ինչու է իջել։ Չէ, բայց ասում է, ինչու է Մայրաթորը կառուցվել հենց Էջմիածնում, որովհետև ասում է Էջմիածին այդ ժամանակ հա, ճիշտ է, ասում Մայրաթաղաքն է։ Այսինքն որ ըստ առասպելի եւ ավանդույթի որ իջավ միածին եւ հենց այդ վայրում Բայց ով է շղթում այդ ավանդույթը։ Հենց Հիսուսը Մեկը մյուսին չի հակասում։ Աստծուց պիտի հարցազրույց Ներեցեք, մեկը մյուսին չի հակասում։ Ես Չէ, Աստծուց տեսեք։ առանձին խոսես էլի։ Դե առանձին Կներեք, երկու սրբազան կալանավորվել են, մտահոգություններ կան, մտահոգություններ կան, որ կարող է Փաշինյանը քրգործ պատվիրի նաև վեհափառի հետ կապված։ Չեմ կարող ասել։ Ես խնդրում եմ դուք հենց իմ ներկայությամբ տեղի ունեցած դրա։ Սրբազան ներողություն չեմ հասկանում։ Խոսել, որի արգելանքը, այո, սրբազան ներողություն եմ խնդրում, շարունակական է այս գործընթացը Փաշինյանի կողմից, դուք էլ տեսնում եք ու ոչ միայն Փաշինյանի կողմից, այլ նաև իր թիմակիցների այս Տեսնում, ես ինչ տեսնում եմ։ Հիմա շարունակական է, թե շարունակական չի, ես չեմ կարող պնդում անել։ Ինչ եմ տեսնում, ես չեմ տեսնում։ Ես չէի ուզենա շարունակական լիներ։ Ահա որ չենք ուզենա, որ շարունակվեր։ Ոչ թե մենք վախենում ենք, չէ, որովհետև սա մեր հասարակական համակեցությունն է խախտում, համերաշխությունն է փլուզում։ Դրա համար չենք ուզենա։ Եվ հոգևորականներին եւ նաեւ Միքայել Սրբազանի պաշտպաններին մեղադրում են, ասում են դուք թույլ տվեցիք, որպիսի կոպիտ ասած զոհ տվեցիք Միքայել Սրբազանին, հաջորդը գալու են վարչապետի հետ։ Կներեք, Հիմա որ ձեր որ հարցին, մի քանի հարց բարձրաց, որ մեկին պատասխանեմ։ Ուզում եք մեկնաբանեմ։ Մեկնաբանեմ ձեր ասածը, չգիտեմ, վստահ չեմ։ Կգնան այդպիսի քայլի թե ոչ, հետո վեհապար ինչ է արել։ Ինչ է արել։ Մենք Արքեպիսկոպոսը ինչ էին արել, որ այս պահին կալանավոր։ Թորի պաշտոնական հայտարարությանը ծանոթացեք այդ իմաստով։ Չգիտեմ ինչ են արել, նաև ծանոթացեք մյուսների իրավապահ մարմինների հայտարարությանը, այս երկուսը համադրեք, փորձեք հասկանալ։ Ես համարում, որ Ադրբեջանում բավականին Չեմ հավատում, որ մեր հոգևոր եղբայրները իրենց թույլ կտային այդպիսի բաների մեջ մտնեին։ Չեմ հավատում, չեմ ուզում այդպիսի բան հավատալ։ Ու մենք աղոթում ենք մեր եղբայրների, գերիների ազատության համար։ Պատահական եք համարում, որ Ադրբեջանում բավականին ոգևորված են եւ այնտեղ մամուլը քանի օր շարունակ Մայրաթորում տեղ ունեցած իրադարձություններին է անդրադառնում։ Ես պատահական չեմ համարում, բնականաբար թշնամի երկիր է, տեսնում է մեր ներազգային անհամերաշխությունը եւ դրանից պիտի ուրախանա ու ցանկացած թշնամի երկիր, ում ձեռնտու է մեր թուլանալը։ Իսկ պատահական եք համարում, որ Թուրքիայից վերադառնալուց հետո Փաշինյանը սկսեց այս կտրուկ գործողությունները եկեղեցիներում։ Չեմ կարող մեկնաբանել, ուզում եք որ ասենք կապեմ Թուրքիայի հետ։ Կապում եք թե ոչ։ Երբեք չի ուզենա այդպիսի բան մտածել։ Չեմ, գիտեք, անգամ այն ինչ որ Մայրաթորում տեղի ունեցավ, չէ՞, մեր հետ տեղի ունեցավ, մենք էլ ներկա ենք։ Անգամ դրան չեմ ուզում հավատալ, բայց տեղի ունեցավ։ Չի ուզենա երբևէ այդպիսի բան մտածել, որ որևէ հայ մարդ ընդունակ էլ չեմ ասում երկրի ղեկավար։ Ինչ որ պետության հրահանգ կատարելու, երբեք չի ուզենա։ Հայ ժողովրդին որպես սրբազան ինչ կասեք, հա, որտեղ այս պահին ժողովուրդը եւս փորձության առաջ է կանգնած, հա, մանիպուլատիվ անընդհատ Առհասարակ ինչ կասեմ, այս ատելության մթնոլորտին պետք է վերջ տալ, ատելության մթնոլորտը միայն մեզ բարակտելու է ու թուլացնի։ Մեզ ինչ է կապված սովորական քաղաքացիներից, եկեղեցին ինչպես կարող են սովորական մարդիկ պաշտպանել։ Ինչպես կարող են սովորական մարդ։ Պիտի ճանաչեն իրենց եկեղեցին։ Շատ ռետորական պատասխան։ Մարդիկ Պիտի մենք եկել ճանաչենք մեր էին, եկեղեցին։ շուրջը հավաքվել պաշտպանում էին
եկեղեցի, սրբազանի, հետո դուք ասում եք սադրանք սկսվեց, ով սկսեց այդ սադրանքը։ Չգիտեմ, դուք լրագրող եք, գնացեք հետաքննեք, բարձեք ով սկսեց այդ Օրինակ սադրանքը։ քաղաքացիները ցույց չեն տալիս, որ սրբազանը Կներեք, հեռանատարածքի։ լավ, հա, մենք գնահատում ենք քաղաքացիների, Եվ դա կներեք, միջադեպ նվիրումը, մենք գնահատում ենք քաղաքացիների նվիրումը եկեղեցու հանդեպ։ Եկեք սրբազանին մոռանալ, մտածենք ես եմ սրբազանի տեղը։ Ես մտածում եմ, եթե գործ կա հարուցված, ես անպայման պիտի գնամ ներկայանամ։ Կապ չունի ինչ ընթաց կստանա։ Ես պիտի գնամ ներկայանամ։ Հակառակ դեպքում ես դուրս եմ գալիս օրենքի տիրույթից։ Ինչ անեմ, չներկամ, փախնեմ։ Եթե ես ազնիվ եմ, արդար եմ, եթե հայրենասեր եմ, պետականության մասին եմ մտածում, գիշեր ցերեկ, ինչի պիտի ես խուսափեմ։ Եթե ես իմ կյանքը նվիրել եմ ազգի ծառայությանը, ումից պիտի խուսափեմ, ինչ որ իշխանություններից բացառվում է։ Ինչի Գրիգոր Լուսավորիչը 15 տարի գբում փակված չմնաց, մնաց չէ։ Ինչ խնդիր կա։ Ես ասել եմ, այն ժամանակ էլ հայտարարեցի, ասեցի եկեք բոլորից ձերբակալ եք, ինչ խնդիր կա։ Եթե դա մեր պետականությանը կնպաստի, կամրացնի, խնդիր չկա, մենք պատրաստ ենք գնալ նստել ինչքան պետք է, անում մեր հայրենիք։ Նիկոլ Փաշինյանը ձեզ բոլորիդ համարում է իր եղբայրները, դուք նրան համարում եք։ Կներեք, ամուսնացյալ, ես կուսակրոն եմ, այո, ու ես այս պահին թիրախավորված եմ, որպես կուսակրոն դասի ներկայացուցիչ, ես թիրախավորված եմ այս պահին, ու մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը նորից կուզենամ հրավիրել այս հարցի վրա, արդյոք որքանով է խղճի ազատության օրենքի մեջ տեղավորում հոգևոր դասակարգի մի խմբի թիրախավորումը, ինչու է լռել մարդու իրավունքների պաշտպանի, ինչու մինչև այսօր մի հայտարարություն չարեց, այսինքն պատմության մեջ այդ կնոջ անունը ինչպես է մնալու, իբրև լռող մարդու իրավունքների պաշտպան, հա, խղճի ազատության օրենք է ոտնահարվում, թող մտածում։